Կարճ Սահմանադրության օրվա կապակցությամբ Այսօր Սահմանադրության օրն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սահմանադրությունը դա պետության ժողովրդի մայր օրենքն է, որտեղ արտացոլված է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաև տվյալ պետության տվյալ ժողովրդի սովորույթները, իրավունքները, ձեռքբերումները, անգամ վիշտը պաշտպանելու կարգ ու կանոնը։ Սահմանադրությունն է նկարագրում քո տեղաշարժը, քո իրավունքները, քո սովորույթները և սահմանադրությամբ ամրագրվում են կարգեր, որոնցով դու մնում ես քո ազգային իրավունքների, սովորույթների շրջանակում։ Ասել է, թե սահմանադրությունը հարմարեցվում է տվյալ ժողովրդի անցյալին, ներկային և ապագային իր բոլոր հատկանիշներով։ Եվ ինչու է թշնամին ցանկանում այդ սահմանադրությունը, որը պետք է համահունչ լինի մեր ներաշխարհին, փոխել, որպեսզի մենք լինենք ոչ թե օրենքով մեր իրավունքների և մեր սովորույթների, մեր ինքնության, մեր արժանապատվության և մեր անցյալի տերը, այլ սահմանադրվի կամ սահմանվի մեկ այլ իրավունք՝ զիջելու, ինքդ քեզ մեղավոր ճանաչելու, հատուցելու, վախ ապրելու իրավունքներ։ Սա է իր առաջ դրել Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, որպեսզի փոխեն այդ սահմանադրությունը, այսինքն տրամադրեն մի օրենք, որը հարիր չէ մեր ներաշխարհին, մեր արժանապատվությանը, մեր անցյալին և մեր իրավունքին։ Տեր կանգնեք սահմանադրությանը, քանզի դա ամենակարևորն է։ Սահմանադրական իրավունքով ես դու կարողանում ինքդ պաշտպանել քեզ ու քո հայրենիքը։ Եթե սահմանադրության մեջ ներառվեցին կետեր, որտեղ դու հանցագործ ես, որտեղ դու օկուպանտ ես, որտեղ դու ուղղակի հակամարդ ես, ուրեմն դու համաշխարհային և միջազգային բոլոր հարթակներում զրկվելու ես քո իրավունքից, և թշնամին ոնց ուզի կվարվի քեզ հետ։ Փորձեցի ոչ իրավաբանական տերմիններով հասկացնել, նկարագրել, թե որքան կարևոր է սահմանադրություն, որը բխում է ազգի սովորույթների, իրավունքների, արժանապատվության շահերից։ Եթե սա փոխվեց, եղավ Ալիևի սրտով, դուք արդեն կոչնչանաք։ Զգոնեղեք և տեր կանգնեք ձեր սահմանադրական իրավունքին։